հստակ հայտարարում է, որ քաղաքական է ամեն դեպքում այնինչ արվում է Հայաստանի արտադրանքների նկատմամբ քաղաքական կոմպոնենտ է այստեղ նշում է նաև վարչապետը, պնդումներ եւ հավաստիացումներ են հնչում նախընտրական ֆորում եւ որ հետընտրական ֆորում այս հարցերի լուծումը կտրվի եւ կհասնի արդեն այնպես իրավիճակի, որ խնդիրները ստեղծան կվերանան, բայց չստացվեց, չի ստացվում վարչապետի ավարտել պարփանդերներ, ինչու չի ստացվում նախ եւ դուք ասում եք կոնսենսուսով է այդ հեռացնել եւ այլն, բայց դուք քանի որ սա քաղաքական է, դուք բացառում եք որ կստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի համար ստեղծան խնդիրները ավելի խորանան եւ տնտեսությունը կոնկրետ հարց իրավիճակում կանայնի։ Ինչ է լինելու այդ դեպքում, այդ պլանը կա, ինչ է կա։ Դա հետընտրական ժամանակահատվածը դեռ ընթացքի մեջ է եւ ինչպես տեսնում եք Հայաստանը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Հայաստանը նաեւ կանգնում է Հայաստանի կառավարությունը կանգնում է իր քաղաքացիների կողքին, որպեսզի հնարավորինս մեղմի են վնասները, որոնք նրանք կարող են կրել այս իրավիճակի բերումով, բայց նաև նաև պետք է հասկանալ, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը շահեկան է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև կազմակերպության եւ այդ կազմակերպությանը անդամակցող պետությունների, այդ թվում եւ Ռուսաստանի Դաշնության համար, թե տնտեսական առումով եւ թե քաղաքական առումով, եւ սա եւս մի ուղերձ է, որը մենք շարունակաբար փորձում ենք հղել եւ մենք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Սպիտականը կայացած խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ ըստ ձեզ սրանով են այդ պայմանավորված ռուսական կողմից եկող ագրեսիվ հայտարարությունների անհանգստացնող հայտարարությունները, որ մեր երկրում խաղաղությունը ամենապնդվում է, հա, օրեցօր։ Ես չէի փոխպայմանավորի դրանք, այն ինչ որ արձանագրվել է երեկվա հայտարարության մեջ, դրանք արդեն մեկ տարվա իրողություններ են եւ շատ կարեւոր է որ այդ գործընթացը առաջ է շարժվում թե քաղաքական հարաբերությունների թե խաղաղության գործընթացի ամրապնդումը եւ թե դրանից բխող նաեւ տնտեսական համագործակցությունը, որը առևտրային համագործակցությունը, որը ձևավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների խորացումը այնպիսի ոլորտներում, որոնցում մենք փորձառություն չունեինք համագործակցության, բայց այսօր արդեն տեսնում ենք օրինակ, որ արհեստական բանականության եւ հաղորդակցությունների ոլորտում խոր համագործակցություն ունենք։ Սա մի գործընթաց է, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից եւ մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվելու եւ մենք բազմիցս նշել ենք, որ մեր որևէ հարաբերություն որևէ երկրի հետ խորացում այդ հարաբերությունների ի վնաս չէ մեր այլ հարաբերություններին եւ սրանում է կայանում հենց բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը։ Հիմնավորեն ասածս Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ այն դատարանի նրանց համար հետաքրքրություն ներկայացնի, որպես Ռուսաստանի դեմ գործ։ Ինձ հիշեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որը ասում էր Հայաստանը ում է պետք եւ դրան հետևեցին գործընթացներ եւ հասկացանք թե Հայաստանը ում է պետք, որքան է պետք եւ որտեղ է պետք, ուստի նման սպառնալիք մեզ չի սպասում։